Դուք FM 106 եւ 5 հաճախականության վրա եք մեզ լսում կամ դիտում եք Արմեն Դարփինյանի YouTube-յան էջում, լրատվական ռադիոյի գործարար ալիքին շուր կամ այլ թվային հարթակներում, եթե մեզ դիտում եք, մենք Դարփինյանի ժամն ենք սկսում, երկրորդ խոսափողի մոտ Դավիթ Խումարյանն է ձեզ համար աշխատում, առաջին խոսափողի մոտ հաղորդման հեղինակ պրոֆեսոր Արմեն Դարփինյանն է, բարև ձեզ պարոն Դարփինյան։ Բարև ձեզ սիրելի բարեկամներ, բարև ձեզ սիրելի Դավիթ։ Այո, լրատվական ռադիոն է եւ ես նույնպես կոչ եմ անում, որպեսզի լսեն լրատվական ռադիոն։ Անաչառ վերլուծություններ։ Եվ բաժանորդագրվեն թե լրատվական ռադիոյի, թե Արմեն Դարփինյանի YouTube-յան էջին։ Մենք իրականում խառը ժամանակներում ենք ապրում, շուտ պրոցեսներ են տեղի ունենում, մարդիկ իմպիչմենտից են սկսում, հետո կեսին հաջողվում է, կեսին չի հաջողվում, օպոզիցիան կարծես թե չի ուզում գալ ինչ-որ համատեղ տեխնացուի, բոլորն ունեն իրենց տեխնացուները, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն է ասուլիս տալի, վերադիրքավորվում է, այսպես ասած, որպես օպոզիցիոն տեխնացու, Սերժ Սարգսյանն է հանդիպում ուսանողների հետ, այսինքն այդ բևեռում էլ կարծես թե Ալբանիա գնաց է Նիկոլ Փաշինյանը, դուք հետևում եք այդ իրադարձություններին եւ որն եք առանձին կարևոր, որովհետեւ իրանք իրականում շատ են, պարտադիր չի ամբողջին հետևել, էլի։ Այո, խառն են ժամանակները, բայց մյուս կողմից էլ ամեն ինչ պարզ է։ Ամեն ինչ պարզ է եւ ոչ այնքան հուսադրող, ցավոք սրտի։ Ուրեմն ինչն է պարզ։ Պարզ է, որ քաղաքական հիմնական խաղացողները, ցավոք սրտի խաղացողները բառից բուն իմաստով, արդեն դիրքավորվել են եւ կարծես թե ամբողջ քաղաքական կոնֆիգուրացիան ընտրություններից առաջ 2026 թվականից առաջ արդեն գրեթե պարզ է։ Պարզ է, որ անպայման լինելու է պրոռուսական ուժերի համախմբում եւ այսօր նախագահ երկրորդ նախագահ Քոչարյանը այդ հայտը ներկայացրեց, ըստ որում հստակեցրեց, որ ինքը պատրաստ է գլխավորել այդ ուժերը։ Երևի թե դա կատարվեց նաև այն իմաստով եւ այն մտավախությամբ, որ հանկարծ այլ պրոռուսական ինչ-որ մեկը չհայտնվի, հաշվի առնելով, որ Ռուսաստանը եւս անթակույց ակտիվացնելու է եւ արդեն սկսել է ակտիվացնել հայկական ուղղությունը եւ Լավրովի այցն է այս շաբաթվա ընթացքում նախատեսվում ամսի 20-21-ին դրանից հետո կլինի եւս 1-2 այց բարձր մակարդակի եւ կարծում եմ, որ ռուսական այս Ռուսաստանի ակտիվությունը այդ թվում նաեւ հաշվի առնելով Ռոբերտ Քոչարյանը հայտը ներկայացրեց, իր հայտը ներկայացրեց գլխավորելու պրոռուսական ուժերը եւ ակնհայտորեն այդ ուժերը ունենալու են ապագա խորհրդարանում իրենց տեղը։ Ինչու, որովհետեւ կա նաեւ օբյեկտիվ իրականություն հրապարակվեցին 24 թվականի Հայաստանի տնտեսական ցուցանիշները եւ արտաքին առևտրի ցուցանիշներից ելնելով 30.2 միլիարդ դոլարի առևտուր է տեղի ունեցել, իսկապես բավական լուրջ թիվ է դա, երևի աննախադեպ թիվ է, առավելագույն թիվն է, որ երբևիցե տարեկան կտրվածքով արձանագրվել է Հայաստանում, եւ այդ թվի ավելի քան 40%-ը ամենամեծ բաժինը ընկնում հենց Ռուսաստանին։ 12.4 միլիարդ արտաքին շրջանառություն է տեղի ունեցել Ռուսաստանի հետ։ Երկրորդ տեղում, որպեսզի մենք համեմատենք, Միացյալ Էմիրություններն են 5.3 միլիարդ դոլարով, ընդամենը 17.5%-ը։ Երրորդը Չինաստանն է, այնտեղ 2.3 միլիարդով, արդեն 7%։ Այսինքն, ուրեմն ասել, որ Ռուսաստանից տնտեսական կախվածությունը եւ Ռուսաստանի հետ տնտեսական ներգրավվածությունը, համատեղ ներգրավվածությունը այնքան մեծ է, այնքան լուրջ է, որ դա չի կարող չարտահայտվել քաղաքական իր ուրեմն գործողությունների մեջ եւ չի կարող չարտահայտվել քաղաքական պատկերի վրա։ Անպայման լինելու է ռուսական պրոռուսական խումբը։ Եվ նորից եմ կրկնում, Ռոբերտ Քոչարյանը ներկայացրեց իր հայտը գլխավորելու այդ խումբը։ Ակնհայտ է, որ լինելու է նաև հակառուսական խումբը, նույնպես ներկայացված է լինելու
պարլամենտում եւ պարզ է, որ այդ հակառուսական խումբը եւս ունի սնուցման իր աղբյուրները։ Ես նկատի ունեմ ոչ միայն հակառուսական ամբողջ, այսպես ասած, համաշխարհային կտրվածքով հակառուսականությունը, այդ թվում նաեւ ռուսները, Ռուսաստանը իրենց քաղաքական գործողություններով նպաստում են հակառուսական ալիքի ուժեղացմանը Հայաստանի ներսում։ Եվ ես կարծում եմ, որ անպայման ուրեմն այս ուժը եւս ներկայացված է լինելու այս կամ այն ձևաչափով։ Ուրեմն ռուսական, հակառուսական եւ Նիկոլ Փաշինյանը որպես բալանսավորող, այսպես ասած, օղակ է լինելու, նա ակնհայտորեն չի միանալու ոչ ռուսականին, ոչ էլ հակառուսականին, բայց լինելու է, այսպես ասած, բալանսավորող եւ բալանսավորված քաղաքականության ներկայացուցիչ։ Երևի թե ենթադրում եմ, որ Սերժ Սարգսյանը իր քաղաքական թիմով նույնպես ինչ-որ մի այդ ծխատուփից ինչ-որ ուրեմն մի անհայտ X-ի կներկայացնի եւ հավակնություն կունենա, շանսերը այդքան բարձր չեն իմ կարծիքով, բայց այնուամենայնիվ մինիմալ էլ չեն, այսինքն որոշ շանսեր ունի Սերժ Սարգսյանը նույնպես ներկայացված լինելու խորհրդարանում։ Եվ այս ամենը շատ տխուր է, որովհետև մենք փաստորեն արձանագրում ենք, որ քաղաքական նոր էլիտայի ձևավորում գրեթե հնարավոր չէ։ Իսկ ես կարծում եմ, որ քաղաքական նոր էլիտան կլիներ Հայաստանի փրկությունը եւ Հայաստանին օդ ու ջրի պես հարկավոր են նոր մարդիկ, նոր քաղաքական նոր մտածելակերպ ունեցող մարդիկ, որոնք դատախված չեն ուրեմն որևէ այսպես ասած ձախողված քաղաքական պրոյեկտների մեջ եւ կկարողանային ներկայացնել արդեն նոր Հայաստանը, նոր սերունդը, նոր սերնդի քաղաքականությունը փաստորեն ներկայացված չի լինելու իմ կարծիքով, ամենայն դեպս ավելի քիչ շանսեր կան, քան օրինակ նույն Սերժ Սարգսյանի բլոկի համար։ Այդպես որ այս ամենը շատ տխուր է։ Սա մի կողմից, մյուս կողմից այսպես կոչված impeachment-ի գործընթացը, որը նույնպես կարծես թե մեկնարկել է, նույն տրամաբանության մեջ է, հաջորդ տարվա խորհրդարանական ընտրությունների տրամաբանության մեջ է, որևէ նոր բան այստեղ եւս ես չեմ տեսնում։ Միակ բանը, որ տեղի ունեցավ այս համատեքստում, երկրորդ եւ երրորդ նախագահների ապահարզանն էր, որը նույնպես կարծես արդեն ակնհայտ է եւ հրապարակային իրականացվեց այդ ապահարզանը, ամենայն դեպս ոչ մեկը ոչ մյուսը չի ուզում այլևս կապ ունենա որևէ մեկը մյուսի հետ։ Սա եւս իմ կարծիքով բավական դրական բան է, արգումենտ, այսպես ասած, եւ իրավիճակ գոնե պարզաջրվում է։ Ինչի՞ բայց, պարոն Դարբինյան, լավ չէ դեռ, որ օրինակ, ասենք, չգիտեմ, նախորդ նախագահները տենց Չոր ավելի իրարով լինեին, մենք էլ հասկանանք, որ ազգը մեծեր ունի, տենց մտահոգ են մեր երկրի համար։ Որ նրանք ընդհանրապես ուրեմն դուրս գային, բայց եթե չեն դուրս գալիս, դեպի դուրս գային, այսինքն եթե չեն դուրս գալիս, վատի եւ վատթարագույնի մեջ ընտրությունը ես չեմ ուզում որ ժողովուրդը ունենա։ Իսկ իրավիճակը այնպեսին է, որ ես նորից եմ կրկնում, ցավալի է եւ որևէ նոր քաղաքական էլիտայի ձևավորման մասին խոսակցություն չի գնալու, որովհետև քաղաքական դաշտը այս կոնկրետ անձերի շուրջ ձևավորվող փակ է լինելու այլ նոր ուժերի ձևավորման եւ ներգրավման եւ քաղաքական դաշտում դերակատարում ստանձնելու համար քաղաքական դաշտը փակ է լինելու։ Այնպես որ ես չեմ կարծում, որ հակառակը կարծում եմ, որ ապահարզանը որոշակիություն է մտցնում այդ թվում նաեւ քաղաքական ալտերնատիվներ են առաջանալու։ Այդ իմաստով ավելի հետաքրքիր է լինելու։ Հաջորդ խորհրդարանը կլինի ավելի հետաքրքիր, քան այս գործողն է, որտեղ գործողը որևէ կերպ չի համապատասխանում խորհրդարանական երկրի չափանիշներին։ Իմ հարցը կարող է մի փոքր փիլիսոփայական է, բայց այն խորհրդարանը, որ մենք այսօր ունենք, այսինքն վերջին մի քանի նիստերը, որին որ ես հետևում, ընդհանուր առմամբ wording-ը, որով որ մարդիկ խոսում են, քննարկվող հարցերի մակարդակը, ես ուզում եմ հասկանամ, արդյոք մենք այդ ժողովուրդն ենք, այսինքն քարտացոլում, մեր հասարակության պատկերը, մենք տենց ժողովուրդ ենք, որտեվ եթե մենք տենց ժողովուրդ ենք, ապա այն ինչ որ մեր հետ տեղի է ունենում, միգուցե մեզ քիչ էլ է, էլի։
Այ ջան, մենք այն ժողովուրդն ենք, որը խորհրդարանական համակարգին պատրաստ չէր ամենայն դեպս։ Ես չեմ ուզում ասել, որ մենք վատն ենք, մենք լավն ենք, մենք շատ լավն ենք, ես միշտ եղել եմ ու կամ ու մնալու եմ այն կարծիքին, ոնց ես չեմ կարող փնովել այն ժողովրդին, որի ներկայացուցիչը եւ մասնիկը ես ինձ միշտ համարել եմ եւ միշտ պարտացել եմ, որ ես հայ եմ։ Չէ, մենք լավ ժողովուրդ ենք, մենք բարձր որակի ժողովուրդ ենք, բայց ժողովուրդ ենք, որին բացարձակ հակացուցված էր այս պատմական ժամանակահատվածում ունենալ խորհրդարանական կառավարման համակարգ։ Այս ժողովուրդը անհրաժեշտություն եւ պահանջ ունի ունենալու նորից վերադառնալու նախագահական կուր համակարգի կառավարման եւ ընտրության իրավունքը դրսեւորելու, ընտրելու այն առաջնորդին, որին կհամարի անհրաժեշտ տվյալ, նորից եմ կրկնում, պատմական իրավիճակի համար տվյալ պարագայում այսօրվա իրադարձությունները հաշվի առնելով համաշխարհային այդ թվում նաեւ իրադարձությունները։ Այնպես որ մենք ժողովրդին բան չանենք, մեղավոր չհամարենք, մենք քաղաքական այն լիդերներին, որոնք որ պատասխանատվություն են կրում 35 տարվա անկախ Հայաստանի ընթացքի համար, այն նրանց պետք է կանչենք պատասխանատվության։ Իսկ նրանք ցավոք սրտի այսօր հիմնական դերակատարներն են մեր քաղաքական ամբողջ ասպարեզի։ Այնպես որ այո, սա ցավալի է, տխուր է ավելի ճիշտ այս ամենը։ 35 տարին պատկերացրեք Դավիթ խորհրդային միության 70 տարիների հալալ կեսն է, հասկանում եք, հիմա ասենք մենք կեսը անցել ենք, նրանք ովքեր հակված են միշտ մեղադրելու, ասելու, որ սովետական ժամանակահատվածը մենք, չգիտեմ, տապալվեցինք, էսարեցինք, այնարեցինք, ներազդեցություն ունեցավ մեր, ասենք, մտածելակերպի եւ այլնի վրա, մենք 35 տարի անկախ Հայաստան ենք, դրա կեսը անցել է հսկայական ժամանակահատվածը, որը քաղաքական իմաստով կորսված է, որովհետև մենք չենք կարողացել այդ ժամանակի ընթացքում ձևավորել այնպիսի քաղաքական էլիտա, որը կարողանար ապահովել Հայաստանի ընթացքը դեպի առաջընթաց եւ Հայաստանի ուրեմն զարգացումը։ Չենք կարողացել ստեղծել այդ քաղաքական էլիտան եւ այո, ստիպված ենք այսօր ցավոք սրտի համակերպվել այն վիճակի հետ, որը որ մենք ունենք։ Վերջերս նաև մենք ֆիքսեցինք, որ Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման ժամանակահատվածը մոտենում է Տեր-Պետրոսյանի պաշտոնավարման ժամանակահատվածին։ Այսինքն մենք մինչև հիմա հին ու նոր ենք անում, բայց ինքը մոտենում է Տեր-Պետրոսյանի ժամանակին։ Իսկ այդ 7-8 տարին Տեր-Պետրոսյանի ու այս 7-8 տարին թե իրադարձությունների խտությամբ, թե բովանդակությամբ կտրուկ տարբեր էին։ Իհարկե, բայց ես շուտով եւս մեկ լուր ունեմ, հիմա թող ռադիոլսողները մեզ գնահատեն լավ լուր է թե վատ լուր, Նիկոլ Փաշինյանը իր քաղաքական թիմով շարունակելու է։ Ամենայն հավանականությամբ, շարունակելու է, գալսկով շատ մեծ հավանականություն կա այս համատեքստում, այս բանը, որ մենք տեսնում ենք, քաղաքական դաշտի այս պատկերը, որ մենք տեսնում ենք, ես կարծում եմ, որ Նիկոլ Փաշինյանը հաջորդ խորհրդարանում իհարկե չի ունենա այն մեծամասնությունը, որ ունի այսօր, բայց ես կարծում եմ, որ հակառուսական ուժերի հետ համախմբման մեջ ինքը կկարողանա ձևավորել այն մեծամասնությունը, որը թույլ կտա նրան շարունակել կառավարել։ Սա է իրականությունը, սա լավ գնահատենք, թե վատ գնահատենք, այն է, ինչ որ կա, եւ սրա մեղավորները, նորից եմ կրկնում, այն դերակատարներն են քաղաքական 35 տարվա ընթացքում, որոնք որ ստեղծել են համակարգը, որը որ մենք ունենք։ Ցավոք սրտի նոր քաղաքական էլիտայի ձևավորման համար մենք կարծես թե պիտի մեր հույսերը կապենք արդեն հաջորդ ընտրական ցիկլի հետ, իսկ դա նույնպես շատ պատասխանատու է, որովհետև առաջիկա 5 տարիներին դեռ ապրել, զարգանալ, գոյատևել եւ գոնե գոյատևել, գոնե ապրել գոյատևել, զարգանալուն էլ չենք ասել։ Անհրաժեշտ է ապրել եւ գոյատևել։ Ինչ վերաբերում է գոյատևմանը, ուրեմն այո, Ալբանիայում տեղի ունեցավ այդ եվրոպական քաղաքական համայնքի համաժողովը եւ մի քանի դիտարկում այդ համաժողովից ես ուզում եմ անել։ Առաջինը գոյատևման հետ կապված էլի, ես կարծում եմ, որ դե մենք չունենք որևէ հստակ տեղեկություն կամ տեղեկատվություն, շատ սուղ է տեղեկատվությունը, թե ինչ է կատարվել, ինչ են քննարկել, հանդիպել են եւ այլն, այնտեղ մենք տեսանք, որ այդ համաժողովի ընթացքում եւ
դաշտում, այսպես ասած, տեղի ունեցան Փաշինյան-Ալիև, Փաշինյան-Էրդողան հանդիպումները, ես կարծում եմ, որ զուտ վիզուալ գնահատելով այդ հանդիպումները, խոսակցությունը եւ այլն, որևէ փաստաթուղթ հայ-ադրբեջանական, որ կհայտնվի, դրա հավանականությունը ավելի մոտ է հիմա, քան մինչև այդ համաժողովը, որտեղ ես իմ գնահատականն եմ տալիս այդ իրենց body language-ի, այսպես ասած, նույն այդ Էրդողանի ուրեմն բութմատը նա հարցրեց ինչպես է վիճակը, բութմատը տնկեց, դա նշանակում է, որ այնուամենայնիվ հայ-ադրբեջանական եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված որևէ փաստաթուղթ, ես չեմ ուզում ասել խաղաղության պայմանագիր կամ համաձայնագիր, ինչպես ասենք իշխանությունն է ներկայացնում, բայց որևէ փաստաթուղթ, որը որ անպայման պատրաստ կլինի մինչև մեր խորհրդարանական ընտրությունները, ես կարծում եմ դրա հավանականությունը բավական բարձր է, հաշվի առնելով նորից եմ կրկնում այն կադրերը, որոնք մենք տեսանք առաջին հերթին, երկրորդ հերթին, եթե հիշում եք մեր արտարդատության նախարարը հայտարարեց, որ 10 ամսվա ընթացքում պատրաստ կլինի սահմանադրության նոր տեքստը, իսկ 10 ամիսը այսինքն թույլ է տալիս ենթադրելու, որ խոսքը գնում է մինչև խորհրդարանական ընտրությունները կա ժամանակահատվածում, այսինքն իշխանությունները անելու են ամեն բան, որպես այդ տեքստը պատրաստ լինի եւ այդ տեքստը ներկայացնեն համաժողովրդական հանրաքվեի, միգուցե հանրաքվեն նույնականացնելով, այսինքն այդ բանը ժամկետը կամ պահը նույնականացնելով ընտրությունների հետ։ Ամենայն դեպս հանրաքվեն, որպեսզի դրական արդյունք ունենա, այսինքն որպեսզի նոր սահմանադրության տեքստը հաստատվի, ինչ որ մի հրապուրանք պիտի ներկայացնի իշխանությունը։ Իսկ եթե տապալվեց այդ հանրաքվեն, դե պետք է ինչ որ հրապուրանք լինի, հասկանում եք, հիմա ասենք կարող է այդ հանրաքվեի հետ միասին, օրինակ, ասենք, չգիտեմ, տուժերից, տուգանքներից ազատելու ժողովրդին, ասենք, ինչ մի բան հրապուրանք պիտի լինի։ Կարծում եմ կլինի, այսինքն դժվար չի մտածել կամ ենթադրել կամ ստեղծել այնպիսի մի հրապուրանք, որը որ ժողովրդին բերի եւ դրական արդյունք ապահովի հանրաքվեում։ Իմ կարծիքով ամենադեպս Նիկոլ Փաշինյանն եւ կառավարող թիմը այդ իմաստով բավական փորձառու են հնարքներ մտածելու եւ իրագործելու մեջ, այնպես որ այդպես եմ տեսնում, այսինքն հայ-ադրբեջանական փաստաթղթի ի հայտ գալը ես տեսնում եմ բավական դրա հավանական եւ մոտ, բավական հավանական, այո, ես դա տեսա հենց նույն այդ Էրդողանի ուրեմն ժեստերի արդյունքում եւ Ալիևը եւս բավական, այսպես ասած, բան էր տրամադրված, բարի էր տրամադրված, այսպես ասած, եւ վերջին հաշվով, եթե մենք ասենք նկարագրեցինք, չէ, ռուսական, հակառուսական եւ Փաշինյանն էս երեք ուժերից, եթե ընտրությունը Ալիևինն է կամ Էրդողանինն է, նա կգնա Փաշինյանին օգտակար լինելու ճանապարհով առավել, քան պրոռուսականներին կամ պրոեվրոպականներին, այո։ Դե դա կներկայացվի որպես տարածաշրջանի խաղաղության, այսպես ասած, ուղղությամբ իրականացվող քայլեր եւ գործողություններ։ Ես կարծում եմ, որ դա եթե մինչև այժմ մենք քննարկում ենք եւ բավական աղոտ էր թվում նման պայմանագրի համաձայնագրի կամ որևէ փաստաթղթի հայ-ադրբեջանական ստորագրումը, հիմա դա առարկայական դարձավ արդեն, որովհետեւ մոտենում են ընտրությունները եւ կարծես թե այստեղ մենք ունենալու ենք այդ իմաստով աջակցությունը տարածաշրջանում։ Կփրկի իրավիճակը Փաշինյանի ընտրություններից առաջ։ Այսինքն արդյոք այդ թուղթը ունի հանրային պահանջարկ։ Կարծում եմ այո, որովհետև պահանջարկը հանրային պահանջարկը խաղաղությունն է եւ մի քանի ժամանակահատված, բավական լուրջ ժամանակահատված է մեզ անհրաժեշտ խելքի գալու համար։ Պարոն Դարբինյան, խաղաղություն թե անվտանգություն, այսինքն այդտեղ էլ չէ, դրանք ամեն դեպքում տարբեր երևույթներ են։ Իմ տպավորությամբ հանրային պահանջարկը անվտանգության պահանջարկն է, ոչ թե խաղաղության։ Իսկ իշխանությունը անդադար փորձում է այդ թեզը, այսինքն անվտանգությունը նենգափոխել խաղաղությամբ, որ մենք խաղաղություն կբերենք եւ հետեւաբար անվտանգ կլինի։ Դավիթ ջան, անվտանգությունը ես կուզեի, շատ կուզեի, որպեսզի դա լիներ ճշմարտություն, այսինքն հանրությունը ավելի շուտ անվտանգություն ուզեր, քան այսպես կոչված խաղաղություն, բայց անվտանգության թեզը
բավականաչափ արժեզրկվեց նախկին տարիների ժամանակ հատվածում, որովհետև քանի որ նախկին իշխանությունները ներկայացնում են, որ անվտանգությունն է եղել իրենց հիմնական նպատակը եւ առավելությունը եւ զբաղմունքը, այո, հասկանում եք, իրենք ապահովել են անվտանգություն, իրենք դա են ներկայացնում հասարակությանը, բայց հասարակությունը դժգոհ է այդ տարիների ամբողջ ամեն ինչից։ Դժգոհ է կոռուպցիոն համակարգից, դժգոհ է ոչ արդյունավետ կառավարումից, դժգոհ է դատական համակարգից եւ այլն, այո։ Հիմա այդ իմաստով անվտանգության հատվածը, անվտանգության գաղափարը արժեզրկվել է ժողովրդի մոտ իմ կարծիքով եւ այդ իմաստով եթե մենք հակադրում ենք անվտանգությունն եւ խաղաղությունը, իմ կարծիքով այսօր ժողովուրդը ավելի հակված կլինի խաղաղության եւ ավելի հակված կլինի, եթե ինչ-որ սիգնալներ լինեն, ասենք հայ-թուրքական կարգավորման, ենթադրենք ճանապարհների բացման օրինակ, հա, շատ ավելի հակված կլինի դրան, որովհետեւ ինչ-որ մի նոր բան է առաջանալու։ Մեծ հաշվով այս մեր խոսակցության վերջին հատվածը, եթե մի կողմ դնենք ազգային ժողովում տեղի ունեցող իրադարձություններից, մենք հիմա ձեզ հետ դուրս բերեցինք սպասվող ընտրություններում, թե ինչի ու ինչի միջև են, այսինքն առաջարկներն ինչ են։ Մեծ հաշվով Ռոբերտ Քոչարյանը եւ պրոռուսական կողմը փորձում է առաջարկել անվտանգություն, այսինքն ուրիշ բան չի ասում, ասում անվտանգ կլինի մենք որ գանք։ Նիկոլ Փաշինյան, այո, ոչ մի նոր բան։ Մենք անվտանգ էինք, մենք կգանք անվտանգ կլինի։ Մենք նորից կգնանք հին ճանապարհով, այսինքն կգնանք հակաթուրքական ճանապարհով եւ կփորձենք ռուսներին դարձնել այնպիսի դաշնակիցներ, որ մեզ ապահովեն անվտանգությամբ։ Ոչ մի նոր բան չի առաջարկել։ Նիկոլ Փաշինյանն էլ ասում է մենք եվրոպացիներին կբերենք, նրանք մեզ կբերեն խաղաղություն, այսինքն իրանց օգնությամբ մենք կգանք խաղաղության։ Չեմ կարծում, որ Նիկոլ Փաշինյանը դա է ասում։ Նիկոլ Փաշինյանը չի ասում, որ մենք եվրոպացիներին կբերենք։ Նիկոլ Փաշինյանն ասում է, որ մենք տարածաշրջանում պիտի կարողանանք լեզու գտնել մեր հարևանների հետ։ Տեղական խաղացողների հետ։ Մեր հարևանները ուրիշ հարևան չունենք, սրանք են եւ մենք պիտի ոչ թե մարդ բերենք, որ մեզ օժանդակի հարևանների հետ ուրեմն մեր հարաբերություններում, այլ մենք պիտի շփվենք հարևանների հետ։ Ես կարծում եմ, որ այդտեղ այսա նորություն է։ Սա նոր բան է, այսինքն իսկ ժողովուրդը կուզենա այդ նոր բանը հասկանա ոնց է աշխատում, էլի, որովհետև հին բանից դժգոհ է, հին համակարգից դժգոհ է։ Երբ որ մենք ուրեմն ապավինել ենք Ռուսաստանի օգնությանը, օժանդակությանը եւ ռազմական օժանդակությանը առաջին հերթին, ժողովուրդը դժգոհ է այն համակարգից, վերջին հաշվով մենք մեծ հաշվով տանուլ ենք տվել 35 տարի եւ դրա գագաթնակետում այդ տանուլ տվածի կա արդեն կորսված Ղարաբաղը, հասկանում եք։ Այդ իմաստով այս նոր մոտեցումը, այո, Փաշինյանի մոտեցումն է, ինչքանով է դա ճիշտ սխալ կամ ինչքանով է ողբերգական կամ հաջողակ, շատ դժվար է գնահատել լինելու, իհարկե, ասենք այդտեղ օժանդակությունը մենք պիտի ունենանք, որևէ ուժի օժանդակություն պիտի ունենանք, ես դեռ չեմ տեսնում, որ ուժն է լինելու այդ օժանդակողը, ես չեմ տեսնում եվրոպական միասնականություն, հակառակը տեսնում եմ Եվրոպան բավականաչափ թուլանում է այսօրվա Միացյալ Նահանգների եւ Ռուսաստանի գործոնը հաշվի առնելով նաեւ Թուրքիայի գործոնը, հասկանում եք, թուրքերը հակառակը ցույց են տալիս ֆանտաստիկ, այսպես ասած, կայունություն այսօրվա աշխարհում եւ նորից Ալբանիային վերադառնալով, այսինքն այդ համաժողովին վերադառնալով, պիտի ասեմ, որ այդ համաժողովի միջազգային վերլուծաբանների կողմից առանցքային ուրեմն պահը այդ Էրդողանի կողմից Մակրոնի, նախագահ Մակրոնի նսեմացումն էր ըստ էության, որտեղ նա մատը բռնեց ու բաց չէր թողնում, հասկանում եք, այդ կադրերը ամբողջ աշխարհում ցուցադրվում են միլիարդավոր Այն ռադիոլսողներին, ովքեր չեն հասկանում ինչի մասին է խոսքը, ասեմ, որ խոսքը ոչ թե փոխաբերական իմաստի մասին է, այլ բառիզբուն իմաստով նախագահ Էրդողանը բռնել էր նախագահ Մակրոնի մատը ու բաց չէր թողնում իրան։ Չէ, սկսենք նրանից, որ Էրդողանը նստած էր, Մակրոնը մոտեցավ կանգնած, կռացավ, որ հետը խոսի, ուրեմն ձեռք տվեց, ողջագուրվեցին, հետո ասենք մատը բռնած, այդպես կռացած վիճակում Մակրոնին, ասենք, մի 2 րոպե պահեց ոնց որ, էլի դա ուղղակի բանը դեմոնստրատիվ նսեմացում էր, ասենք, եւ հակառակը, եւ դա ոչ միայն նրան, ասենք, նա Ֆրանսիայի նկատմամբ իր կամահարանքը ցուցաբերեց, նա նաեւ դրանով ցույց տվեց իր ստաբիլությունը, կայունությունը եւ ուժը։
Հասկանում եք, եւ այդ ուժը նաեւ ամրապնդվում է եւ ամրագրվում է մի շարք իրադարձություններով, որով ասենք նա դատարկ տեղը չի էլի այդ ուժը ցույց տալիս։ Օրինակ 78 թվականից Քրդստանի աշխատանքային կուսակցություն գոյություն էր, նրանք ստեղծվել էին մի նպատակով, նրանք ուրեմն անկախ Քրդստանի ստեղծման նպատակով էր դա, իսկ վերջին տարիներին նրանք մի շերտ ցածրացրել են իրենց բանը, պահանջները գոնե Թուրքիայի կազմում ավտոնոմիա են ուզում։ Հիմա նրանք որոշում կայացրեցին ինքնալուծարվելու, հասկանում եք, սա երկար բանակցություններ կար Աբդուլլա Օջալանի հետ, որը բանտում նստած էր, այսինքն դա բայց այտենց ռեզուլտատ էր, էլի շատ լուրջ ռեզուլտատ էր։ Սա այն ուժն էր, որը որ մեծապես հակաթուրքական ուժ էր եւ ամբողջ աշխարհը դիտարկում էր որպես 40 միլիոնանոց, թիվը նայեք, հա, քրդերի ուրեմն պահապան ուժներ, որը նրանց պիտի բերեր, եթե ոչ անկախության, ապա գոնե ինքնիշխանության գոնե։ Դե նաև լծակեր Թուրքիայի վրա, այսինքն այդ երկրները օգտագործում էին շատ հաճախ, իսկ ինքը հիմա ոնց որ լուծեց այդ հարցը։ Թուրքիան այնքան ուժեղացավ, որ այս կուսակցությունը, այս կազմակերպությունը, որը ռազմականացված կազմակերպություն էր, պարտիզանական պայքար էր մղում Թուրքիայի դեմ, սա ուղղակի ինքնալուծարվեց, որոշում կայացվեց ինքնալուծարման մասին, հասկանում եք, սա նույնպես խոսում է, իրադարձություն է, որը մենք պարտավոր ենք հաշվի նստել, որ է։ Հաջորդը Սիրիայի գրավումը, ըստ էության Թուրքիան գրավեց Սիրիան, Սիրիան այսօր ամբողջապես պրոթուրքական մի ուրեմն տարածք է, որի վերաբերյալ այստեղ իհարկե նաև նախագահ Թրամփի Միացյալ Նահանգների դիրքորոշումն էր շատ կարևոր, Թրամփը հանդիպեց Սիրիայի նոր ղեկավարի հետ, որը որ նախկինում որի գլխագին կար որպես տերորիստ, այսպես ասած, հանդես էր գալիս այդ Սիրիայի տարածքում, հանդիպեց եւ ինչ գնահատական է տալիս, ասում է լավ տղա է, պինդ տղա է, գիտեք, ասում է այդ բանում այդ տարածաշրջանը ընդհանրապես այդ միջին արևելքը այնպիսի տարածաշրջան է, որտեղ դու պետք է պինդ տղա լինես, որ պինդ տղերքի տեղ է, էլի, հա։ Կարողանաս իշխանություն, ասում է դու չես կարող լինես բանի եկեղեցական, ուրեմն երգչախմբի երգիչ եւ դառնաս, ասենք, ղեկավար, դու պետք է լինես պինդ տղա։ Այսինքն պինդ տղա, ինքը ողջունեց այդ պինդ տղային, ասաց ես գոհ եմ եւ ավելին որոշում կայացրեց սանկցիաներից ցանել, այսինքն Սիրիան Միացյալ Նահանգների կողմից ազատվեց սանկցիաներից, հասկանում եք, հսկայական մի սիգնալ էր նորից ամբողջ աշխարհին, բայց սա նաեւ պրոթուրքական սիգնալ էր, հասկանում եք, այսինքն Թուրքիայի դերը այսօրվա աշխարհում մեծ է, շատ ավելի մեծ է, քան ցանկացած եվրոպական երկրի դերը եւ անգամ եվրոպական միության դերը։ Դա համար որ Դավիթ ջան ասացիր, որ ասենք Փաշինյանի հույսը, որ Եվրոպան կբերի եւ Եվրոպայի ուժով կկարգավորի ինչ որ մեր շահերը եւ այլն, չեմ կարծում, որ այդպես է, որովհետեւ Եվրոպան բերելը նախ ես այդքան իրատեսական չեմ համարում, երկրորդը իմ կարծիքով Թուրքիան դա թույլ չի տա ուղղակի, որովհետեւ Թուրքիան այստեղ է, ասել դուք ինչ եք գալիս եք, որ ինչ անեք։ Այստեղ առավել եւս որ նորից ակտիվանում են տարածաշրջանային, այսպես ասած, համագործակցության տարրերը Թուրքիա, Ռուսաստան, Ադրբեջան անպայման եւ Ադրբեջանա-իրանական վերջին զորավարժությունները առնելով, դե ասենք որ նաեւ Իրան, հասկանում եք, եւ մի բան էլ բերեմ, փաստարկել բերեմ դրա օգտին։ Տեսեք, Թրամփը ինչքան պրոիսրայելական գործիչ է եւ ինչքան մենք քննարկել ենք այդ հարցը, շեշտել ենք, որ երևի ամենապրոիսրայելական նախագահներից մեկն է, բայց նա նաեւ ռացիոնալ է, այսինքն ամեն երկրորդ բառը գործարքն է։ Դիլ, հասկանում ես, ամեն երկրորդ բառը։ Հիմա նրա համար գործարք, ասեն Իրանը ոչ թե թշնամի է, այլ ինչ-որ գործարքի առարկա, նույնը Հայաստանը, նույնը Ռուսաստանը, նա գործարք է։ Հիմա Իրանը շատ կոշտ հայտարարություն արեց, տեսեք, խոսքը գնում է ուրանի հարստացման տեխնոլոգիայի մասին,
Իրանը պաշտոնապես հայտարարեց, ասաց, գիտեք, ուրեմն այդ տեխնոլոգիան մեր գիտնականների գյուտն է, նրանք հասել են դրան, մենք ոչ մեկից չենք գողացել, ոչ մեկից չենք գնել, մենք այդ տեխնոլոգիային ինքներս ենք եկել, մեր գիտնականների արդյունքն է։ Մենք այո, այսօր ի վիճակի ենք հարստացնել ուրանը, եւ դա մեր հարստությունն է եւ դա մեր սեփականությունն է, այսինքն այդ տեխնոլոգիան։ Դուք չեք կարող մեզ զրկել այդ տեխնոլոգիայից եւ մենք երբեք չենք հրաժարվի դրանից։ Որտեւ ինքը անօրեն ճանապարհով չենք հասել մենք դրան, մեր գիտնականները, այո։ Այստեղ գիտես, ես նախանձեցի Դավիթ նաեւ լսիր մեր սովետական միության ուրեմն ատոմային տնտեսությունում, ատոմային ամբողջ այդ համակարգում միջուկային հայեր էին աշխատում, հասկանում եք, հայ գիտնականների ուժով ստեղծվեց այդ թվում նաև սովետական միության ատոմային տնտեսությունը, բայց մենք այսօր ունենալով անկախ Հայաստան 35 տարի չենք կարող ասել, որ հայ գիտնականները հասել են այդ տեխնոլոգիաների, ունենալով ատոմակայան նաև, հասկանում ես, ես նախանձով եմ նույն այսօր մեր իրանական գործընկերներին եւ հարևաններին, որտեղ ինքը ասաց, մենք երբևիցե հարստացման տեխնոլոգիայից չենք հրաժարվի, որտեղ դա մեր սեփականությունն է։ Ինչ է ասում Իսրայելը։ Իսրայելն ասում է ոչ մի դեպքում ոչ մի հարստացում։ Սկզբից Թրամփը ասում էր, որ դե Իրանը քանի որ նավթ ունի, դե նավթ ունեցող երկրին ինչի է հարկավոր, այո, ատոմային նավթ ունեք, գազ ունեք, մենք սանկցիաներից ձեզ ուրեմն կազատենք, դուք սիրուն ձեր նավթով, գազով կապրեք։ Ատոմային տնտեսությունը հարկավոր է կամ անհրաժեշտային երկրների, որոնք չունեն։ Բայց դրան հակառակ Սաուդյան Արաբիա գնաց, Սաուդյան Արաբիայի ուրեմն ղեկավարը թագավորը ասաց ես պիտի ունենամ ամենելենել։ Եվ այդտեղ արդեն Թրամփը չկարողացավ հակաճառել, ասաց հա դե դու մեր աղբերն ես, ասացին դու ունեցի, հա, կարող ես ունենալ։ Քանի որ Սաուդյան Արաբիայի դեպքում Թրամփը նահանջեց եւ այստեղ չբռնեց իր արգումենտացիան, հա, եթե նավթ ունես, ուրեմն պիտի չանես, արդեն հաջորդ հայտարարությունը Թրամփի եւ ադմինիստրացիայի այն մասին էր, որ մենք պատրաստ ենք ամեն դեպքում Իրանի հետ քննարկենք այդ հարցը, այսինքն եթե Իսրայելը չի համարում, որ դա քննարկման առարկա է, ենթակա հարց է, Միացյալ Նահանգները պատրաստ են այսօր այդ քննարկման գնալ եւ ես կարծում եմ, որ Իրանը անպայման կպահպանի այդ տեխնոլոգիային տիրապետելու իր իրավունքը եւ Իրանը հաջորդ կետով ասում է այո մենք այդ իրավունքը կպահպանենք բայց ունենանք թե չունենանք ուրեմն ատոմային զենք դա քննարկման առարկա է մենք պատրաստ ենք ձեր հետ դա քննարկել այսինքն դա կդառնա արդեն առևտրի առարկա եթե սանկցիաները կհանեք, եթե մեզ թույլ կտաք մեր նավթը, գազը վաճառել ամբողջ աշխարհով, եթե չեք ունենա որևէ սահմանափակում, այդտեղ մենք հանգիստ կարող ենք ձեզ հետ միասին համագործակցել։ Այստեղ, այսինքն Իրանի գործոնը նույն Թրամփի այդ գործարքների գնալու նախընտրությունների կոնտեքստում նույնպես բավական լուրջ է դառնում։ Եվ լուրջ է դառնում այդ ուժեղ տղաների համակարգը, հասկանում եք։ Որտեղ ակնհայտորեն եվրոպացիները այսօր չեն մտնում, այդ ուժեղ տղաների համակարգում չկան։ Չկանք նաև մենք, որովհետև մենք դեմոկրատական, տենց եվրոպական կուրսի կողմնակիցներ ենք, ինչը վատ չի, բայց տենդենսը հակառակ ուղղությամբ։ Վատ չի, ավելի լավ էր 20 տարի առաջ, 40 տարի առաջ, վատ չի, բայց ժամանակավրեպ է, հա, ասենց ասել։ Կորցրել ենք ցավոք սրտի։ Հիմա տես մի արգումենտ էլ կա եւ ասենք իսրայելա-ադրբեջանական հարաբերությունները թե մենք նայում ենք տեսեք մենք միշտ խուսափել ենք Իսրայելի հետ ինչ որ որոշակիություն ունենալ, զարգացում ունենալ, որովհետև համարել ենք, որ Իրանը մեր հարևանն է եւ Իրանը կջղայնանա, մենք չենք իրավունք չունենք ինչ որ մի քայլ կատարենք Իրանի բաների դեմ, շահերի դեմ, բայց Ադրբեջանը այսօր համարվում է Իսրայելի համար 1 գործընկերը մահմեդական աշխարհում հասկանում եք եւ Իրանի հետ անում է զորավարժություններ Իրանի հետ անում է զորավարժություններ այսինքն դա հնարավոր է իրականացնել այսինքն այն որ բազմավեկտոր այսպես ասած քաղաքականությունը գործողության մեջ մենք տեսնում ենք Ադրբեջանում նրանք ապահովում են Իսրայելի
բենզինի պահանջարկի 60% ըստ էության Իսրայելը կախվածության մեջ է ընկել Ադրբեջանից sense բենզինի, նավթի, ուրեմն այդ մատակարարումների եւ դրա դիմաց ինքը ստանում է զենք Իսրայելից։ Հիմա Իսրայելը առաջարկում է եւ կարծես թե դրան իրենք մոտ են բավականաչափ, որ Ադրբեջանը դառնա հաջորդ մահմեդական պետությունը, որ այդ Աբրահամյան ուրեմն համաձայնագիրը ստորագրում, դա ուրեմն մահմեդական աշխարհի առանձին երկրների, եթե չեմ սխալվում, 5 երկրներ արաբական աշխարհից արդեն նույն Թրամփի կառավարությամբ եւ նրա օժանդակությամբ ստորագրել են Իսրայելի հետ խաղաղության պայմանագրերը, հաջորդը լինելու է դա կարծես թե Ադրբեջանը։ Հիմա որոշ կարծիքներ կան, որ Հայաստանը եւս կարող է միանալ որպես քրիստոնյա երկիր արդեն, հա, որտեվ այնուամենայնիվ այդ եւ մահմեդական, ուրեմն հուդայական եւ քրիստոնեական աշխարհի այնուամենայնիվ կիզակետը, այնտեղ ասենք խաչմերուկը հենց Իսրայելն է, մտածելու բան կա։ Ամենայն դեպս մենք խոսել ենք դրա մասին, իսրայելական գիծը հայաստանյան արտաքին քաղաքականության մեջ խիստ ակտիվացման իմաստավորման կարիք ունի անպայման։ Եվ Թրամփ-Ռուսաստան հարաբերությունները, եւ կարծիքով մենք այսօր երկուշաբթի է, կարծես արդեն սկսվել է այդ հեռախոսախոսակցության զանգը Թրամփի եւ Պուտինի միջեւ։ Ես կարծում եմ, որ այդ ուժեղ տղաների ուրեմն դարաշրջանը ամրապնդվելու է այս զանգի արդյունքում։ Ամենայն դեպս Թրամփը տակավին 3 կամ թե 2 օր առաջ նորից հայտարարեց, որ Ուկրաինան որևէ հաղթաթուղթ չունի, իսկ Պուտինին եւ Ռուսաստանին հակառակը նա գովերքեց, ասաց, որ ուժեղ տղա է, խիզախ լիդեր է եւ ասենք չէ այդպես էլ կա, բայց ես չեմ կարծում, որ Թրամփը ի վիճակի կլինի պաշտպանել ուկրաինական շահերը։ Ես հակառակը կարծում եմ, որ ուկրաինական հակամարտությունը կավարտվի, եթե կամ չի ավարտվի ամբողջապես, այլ ինչ-որ ձևով կկանգնի, պաուզա կլինի այնտեղ, ընդամենը Ռուսաստանի օգտին կլինի այդ պաուզան, ոչ թե Ուկրաինայի, ռազմական մատակարարումները խիստ կամ նվազելու են կամ դադարեցվելու են ուղղակի դեպի Ուկրաինա, այո, կլինի ինչ-որ տնտեսական զարգացման մարշալի պլանի նման, այո, մի բան կլինի Ուկրաինայի ուղղությամբ, բայց Ուկրաինան կկորցնի իր տարածքներից գալի մասը, եւ դե ֆակտո եւ որոշ չափով նաեւ դե յուրե։ Ղրիմը ոնց որ դե յուրե, չէ՞։ Անպայման դե յուրե կլինի ոչ միայն Ղրիմը եւ Դոնբասը իմ կարծիքով կլինի դե յուրե, մնացածը կլինի դե ֆակտո, բայց դե ֆակտոն դե հիմա եթե դու ուժ ունես, դե ֆակտոն միշտ կկարողանաս պահպանել։ Հիմա մենք դե ֆակտո ունենք Ղարաբաղը, բայց ուժ չունենք պահպանելու։ Չէ, դե ասենք մեծ խոսում ենք, որ բան միշտ մեծ խոսում ենք, որ ամենաուժեղն ենք, ուժ ունենք, միշտ կպահպանենք, եթե ուժային լուծում ունի, ապա մենք արդեն լուծել ենք եւ այլն, բայց մենք դե ֆակտո իրավիճակը չկարողացանք պահպանել մեր թուլության, մեր ամբարտավանության, մեր անպատասխանատվության, մեր շատ ավելի բացասական բաներ կան, որ կարելի ասել։ Այսպես այսօրվա մեր հաղորդումը այդքան էլ ուրախ հաղորդում չէր, տարբեր պատճառներով այդ թվում, բայց դա սա է իրականությունը։ Հուսանք առիթը կլինի ավելի ուրախ հաղորդումներ գրելու, իսկ այսօր այսքանը դուք Դարփինյանի ժամն եք լսում, պրոֆեսոր Արմեն Դարփինյանն էր առաջին խոսափողի մոտ, որպես հեղինակ, իսկ երկրորդ խոսափողի մոտ Դավիթ Խումարյանն էր, մենք հաջորդ շաբաթ կհանդիպենք այսօր այսքանը։